Հաճախ անհրաժեշտ է լինում համարակալել մեր փաստաթղթի էջերը։ Դրա համար տեքստային խմբագրիչները ունենում են իրենց էջերի համարակալման ավտոմատ համակարգը։ Microsoft Word տեքստային խմբագրիչը բացառություն չէ և այն ունի իր էջերի համարակալման ավտոմատ համակարգը։ Այդ համակարգից օգտվելու համար անհրաժեշտ է Insert ներդիրից Header and Footer խմբից ընտրել Page Number հրամանը, սեղմելով հրամանի վրա բացում է պատուհան, որտեղ ունենք տարբեր տիպի հրամաններ։ Առաջինը Top of Page նշանակում է, որ մեր էջի համարը կլինի էջի վերևի մասում, վերևի լուսանցքում, Bottom of Page համապատասխանաբար ներքևի մասում, Page Margins, այսինքն աջ և ձախ լուսանցքներում, այստեղ կարող ենք տեսնել օրինակներ, օրինակ վերևի ձախ անկյունում, վերևի աջ անկյունում, ներքևի ձախ և ներքևի աջ անկյուններում։ Current Position-ը քիչ անց ցույց կտամ ինչպես է այն գործում։ Format Page Numbers-ը հնարավորություն է տալիս ընտրել էջի համարի ձևաչափը, և Remove Page Numbers-ը նշանակում է ջնջել մեր էջի համարակալումը։ Վերցնենք օրինակի համար ամենատարածվածը, երբ որ էջի համարը գտնվում է ներքևի լուսանցքում, կենտրոնում, և ուսումնասիրենք։ Ինչպես տեսնում եք, այն մեզ մոտ բացում է որպես խորագիր, այստեղ ունենք առաջի էջը, առաջի համարը, երկրորդ էջը, երկրորդ համարը և երրորդ էջը։ Հիմա փորձենք փոխել մեր էջերի համարակալման ձևաչափը։ Insert ներդիրից Header and Footer խմբից նորից ընտրեք Page Number հրամանը, այստեղ Format Page Numbers հրամանի միջոցով բացենք այս պատուհանը և Number Format-ը, այսինքն էջի համարի ձևաչափը, ընտրենք օրինակ տառ կամ հռոմեական տառեր։ Օրինակի համար ընտրենք մեծատառերը և կարող ենք տեսնել, որ մեր էջի համարը փոխվեց։ Առաջի էջ ունեցենք A տառը, երկրորդ էջը B տառը, երրորդ էջը C տառը և այլն, այսպես կշարունակվի։ Փորձենք փոխել, դարձնել օրինակ հռոմեական թվերով, սեղմենք OK և կտեսնենք, որ ունեցանք հռոմեական թվերը որպես մեր էջերի համարակալում։ Հետ վերադարձնենք մեր սովորական թվերը և փորձենք հասկանալ հաջորդ հրամանը, բայց նախքան հրամանը անհրաժեշտ է ջնջել, որպեսզի նորից տեղադրել այդ էջերը։ Հիմա ուսումնասիրենք Current Position-ը, ինչ է նշանակում Current Position։ Դրա համար գրենք հետևյալ տեքստը։ Օրինակ, սա մեր փաստաթղթի ինչ-որ ինչ էջն է։ Օրինակ, այստեղ մենք կունենանք մեր էջի համարը։ Սա մեր փաստաթղթի, այստեղ տնենք հատված, որպեսզի կարողանանք տեղադրել մեր էջը և այստեղ ընտրենք Current Position և այսպես ընտրենք։ Տեսեք, տեղադրվում է այնտեղ, որտեղ տեղադրված էր մեր կուրսորը։ Սա մեր փաստաթղթի մեկ էջն է։ Իջնենք ներքև, կարող ենք տեսնել մեր խորագրում այս նույն տեքստը, սա մեր փաստաթղթի արդեն իսկ երկրորդ էջն է։ Սա մեր փաստաթղթի երրորդ էջն է։ Այսպես կատարում է ավտոմատ համարակալում ըստ մեր ձևաչափի, ոնց որ մենք ուզում ենք, այնպես գրում ենք մեր տեքստը, ձևավորում ենք, կարող ենք գրել նույնիսկ էջի համարը հատուկ ձևով, ուղղակի այն լինում է այնտեղ, որտեղ տեղադրված է լինում կուրսորը։ Եթե նույնիսկ մենք կուրսորը տեղադրենք վերջում A-ից հետո կամ սկզբից տեքստից առաջ, այն կլինի այնտեղ, որտեղ ունենք մեր կուրսորը։
Լինում է այնպես, որ անհրաժեշտ է լինում առաջի էջը ձևավորել հատուկ ձևով կամ օրինակ, եթե մեր փաստաթղթի առաջի էջը ունենում է կազմ կամ ինչ-որ հատուկ ձևավորում, որը նույնիսկ որ տեքստային խմբագրիչում չեն անում, օրինակ այն կարող է լինել Adobe Photoshop ծրագրում, իսկ մեզ անհրաժեշտ է լինում, որպեսզի մեր փաստաթուղթը սկսվի ոչ թե առաջին էջից, այլ սկսվի երկրորդ էջը, այսինքն մեր փաստաթղթի առաջի էջը ունենա երկրորդ համարը։ Դրա համար page number գործիքից ընտրում ենք format page numbers-ը եւ այստեղ ունենք page numbering, այսինքն էջերի համարակալումը start at սկսել, օրինակ գրենք երկրորդ էջից։ Սեղմենք OK, եւ մենք տեսնում ենք, որ մեր փաստաթղթի առաջին էջը, տեսեք, էջ չունենք, առաջին էջը սկսվում է երկրորդ համարից։ Երկրորդ էջը մեր երրորդ համարն է եւ երրորդ էջը մեր չորրորդ համարի էջն է։ Այսպես կարող ենք մենք սկսել մեր փաստաթուղթը ցանկացած էջից։ Ենթադրենք նույնիսկ մենք գրել ենք մեր փաստաթղթի առաջին մասը, օրինակ առաջինից մինչև 100-րդ էջը, այն պահպանել ենք առանձին ֆայլի մեջ, եւ մենք ուզում ենք սկսել մեր փաստաթղթի շարունակությունը կամ գրքի շարունակությունը արդեն իսկ 101 էջից։ Նույն ձևով ընտրելով page number հրամանից format page numbers-ը, այստեղ ուղղակի կարող են գրել 101, սեղմել OK, եւ մենք առաջի էջը կլինի արդեն 101 համարով, այն կսկսի 101 համարից։ Այսպես մենք կարող ենք ընտրել ցանկացած տիպի, ցանկացած ձևի էջի համար։ Երբեմն փաստաթղթի էջերը խորագրեր են ունենում։ Սրանք հատուկ բովանդակությամբ տեքստային միավորներ են, որոնք կարող են իրենց մեջ ներառել էջի հերթական համարը, բաժնի անվանումը, ընթացիկ ամսաթիվը, ժամանակը, տվյալներ, փաստաթղթի հեղինակի վերաբերյալ պատկերներ եւ այլն։ Խորագրերը կարող են զետեղվել էջի ինչպես ստորին, այնպես էլ վերին մասում, այստեղ որ մենք տեղադրել ենք էջի համարը, սա եւս մեր խորագիրն է, ինչպես նաեւ կարող է այդ նույն խորագիրը լինել նաեւ վերևի մասում։ Խորագիրը տեղադրելու համար անհրաժեշտ է մեր insert ներդիրի header and footer գործիքների խմբից ընտրել անհրաժեշտ է header-ը օրինակ կամ footer-ը։ Header-ը մեր վերևի մասի խորագիրն է, իսկ footer-ը մեր ներքևի մասի խորագիրն է։ Երբ որ մենք սեղմում ենք մեր գործիքներից որևէ մեկի վրա, օրինակ սեղմենք header-ի վրա, այստեղ բացում է եւ ցույց է տալիս տարբեր տարբերակներ, որոնցից մենք կարող ենք ընտրել մեր խորագրի դիզայնը։ Օրինակ ընտրենք հետեւյալ դիզայնը, մենք կտեսնենք, որ վերևի լուսանցքում մեր խորագիրը ակտիվանում է, այստեղ տեղադրվում է այն դիզայնի էլեմենտը, որը մենք ընտրել ենք, իսկ մեր փաստաթղթի հիմնական տեքստը դառնում է գունատ։ Եթե ուշադրություն դարձնենք, մեր տեքստը լրիվությամբ դարձել է գունատ։ Եվ այստեղ վերևի մասում հայտնում է եւս մեկ ներդիր header and footer անվանումով, որը իր մեջ պարունակում է խորագրի հետ աշխատելու համար նախատեսված գործիքներ։ Այս նույն գործողությունը մենք կարող ենք անել երկու անգամ սեղմելով խորագրի վրա վերևի կամ ներքևի հատվածում։ Հիմա ես անջատեմ խորագիրը, տեսեք, մենք ունենք հիմնական տեքստը, ինքը ակտիվ է եւ մեր խորագիրը տեսեք, որ դարձել է գունատ, այսինքն տեղի ունեցել հակառակ գործողությունը։ Հիմա երբ որ մենք արդեն աշխատում ենք մեր տեքստի վրա, ակտիվ է մեր փաստաթղթի հիմնական տեքստը, մենք կարող ենք երկու անգամ սեղմելով խորագրի վրա վերևի լուսանցքում, օրինակ, տեսեք, ակտիվանում է մեր խորագիրը եւ ավտոմատ հայտնում է մեր header and footer ներդիրը։
Ուսումնասիրենք header and footer ներդիրի գործիքակազմը։ Այստեղ մեր գործիքները ևս բաժանված են ըստ խմբերի։ Առաջին խումբը header and footer գործիքների խումբն է։ Այս խումբը մենք մասնակի ուսումնասիրել ենք, քանի որ այն կա նաև insert ներդիրի մեջ, ահա այստեղ։ Վերադառնանք մեր header and footer ներդիրը և ընտրենք մեր առաջի գործիքը header-ը օրինակի համար։ Այստեղ մենք տեսնում ենք մեր խորագրերի դիզայնը։ Առաջի հրամանը, որ այստեղ տեսնում ենք, գրված է More headers from office.com. Office.com-ը դա Microsoft ընկերության օֆիցիալ կայքերից մեկն է և հնարավորություն է տալիս մեզ ընտրել իրենց կայքում տեղադրված խորագրերի դիզայններից որևէ մեկը։ Հաջորդ հրամանը Edit Header, որը հնարավորություն է տալիս փոփոխություններ կատարել։ Հիմա մեր խորագիրը իհարկե ակտիվ էր, դրա համար մենք տարբերությունը չնկատեցինք, բայց մենք վերադառնանք մեր տեքստին հիմնական և այդ նույն գործողությունը կատարենք, insert ներդերից ընտրենք header գործիքը և տանք edit header։ Հիմա կարող է ձեզ մոտ հարց առաջանել, ինչի համար է անհրաժեշտ այս հրամանը, եթե մենք ուղղակի կարող ենք երկու անգամ սեղմել մեր խորագրի վրա և իրեն ակտիվացնել, աշխատել մեր խորագրի մեջ։ Լինում են դեպքեր, երբ մեր խորագիրը ունենում է շատ բարդ դիզայն կամ օրինակ մեր խորագիրը չի երևում։ Օրինակ, հիմա մեր խորագիրը չի երևում, տեսեք։ Մենք մեր թղթերը գցել ենք իրար, իհարկե այստեղ երևում է մեր խորագրի ինչ-որ մի հատված, բայց չունենք, մենք այստեղ խորագրերը չենք կարող երկու անգամ սեղմել վրան և ակտիվացնել։ Կընտրենք insert ներդիրի header գործիքը, կտանք edit header և տեսեք ավտոմատ ինքը կհայտնվի։ Ինչպես նաև լինում են դեպքեր, երբ որ մենք աշխատում ենք մեր փաստաթղթի հետ սենսորային էկրանով, օրինակ մեր ինչ-որ տեղեկատվական տեխնոլոգիայի վրա, որը ստեղնաշարժ չունի, կամ ունենք հեռախոսի վրա աշխատող ծրագրեր և այլն։ Մի խոսքով այնպիսի տեղեկատվական տեխնոլոգիաներ, որոնք ստեղնաշարժ չունեն, ունեն սենսորային էկրան, այդ դեպքում մեզ շատ հաճախ հարմար չի լինում երկու անգամ սեղմելով բացել։ Դրա համար գոյություն ունի այս հրամանը edit header և համապատասխան հրամանը edit footer ստորին խորագրի, փաստաթղթի էջի ստորին խորագրի համար։ Շարունակենք ուսումնասիրել մեր գործիքը, իհարկե մեր header and footer ներդիրում։ Ունենք remove header, մենք կարող ենք ուղղակի ջնջել։ Տեսեք, մեր գրվածը ջնջվեց։ Եվ ունենք save selection to header gallery։ Այս նույն հրամանը գոյություն ունի նաև footer-ի համար, այսինքն ստորին խորագրի համար, քանի որ մենք արդեն իսկ ունենք պատրաստի ստորին խորագիր, այստեղ գրված է սա մեր փաստաթղթի օրինակ 101 edge-ն է։ Եկեք մի քիչ ձևափոխենք սա և պահպանենք։ Insert ներդիրից ընտրենք edit footer հենց գործիքը, կիրառենք այն այսպես կոչված, տեղադրենք կուրսորը վերջում նախադասության և home ներդիրից կատարենք հավասարեցում ըստ կենտրոնի, բայց այստեղ մենք տեսնում ենք, որ ինքը մի քիչ ավելի է ու ուղիղ կենտրոնում չէ։ Մենք պարագրաֆ խմբից բացենք պատուհանը, պարագրաֆ և այստեղ first line-ը, այսինքն մեր խորքի միջից գրելը անջատենք, տանք non և սեղմենք OK։ Տեսեք, հիմա մեր տեքստը հայտնվեց ուղիղ կենտրոնում։ Այս խորագիրը ստորին պահպանենք որպես շաբլոն և օգտագործենք այն։ Ինչպես ենք դա անում։ Մենք դա անում ենք հենց մեր save selection to footer gallery հրամանով։ Տեսեք, ինքը ի սկզբանե ըստ լռելյանի ակտիվ չէ, որովհետև
այստեղ ասում է save selection, այսինքն պահպանել ընտրվածը, իսկ մենք ոչինչ չենք ընտրել, որովհետև մենք կարող ենք ընտրել ինչ-որ դիզայնի մի մաս, ոչ թե լրիությամբ մեր դիզայնը։ Ընտրենք մեր խորագրի այս հատվածը և կտեսնենք, որ այս հրամանը ակտիվացել է, save selection to footer gallery-ն դարձել է ակտիվ, սեղմենք դրա վրա, այստեղ կհայտնվի create new building block պատուհանը, առաջի դաշտը name-ը կարող ենք տալ ցանկացած անուն, օրինակ գրենք մեր ձևանմուշը, օրինակի համար, մեր ձևանմուշը, սրանք կարևոր չեն այս պահի դրությամբ, մենք այստեղ ընտրում ենք թե որտեղ պահպանել, ընտրում ենք իր նկարագրությունը և այլն ֆունկցիաներ, այս պահին դա կարևոր չէ, ուղղակի պահպանենք և սեղմենք ֆուտերի վրա և կտեսնենք մեր պահպանված ձևանմուշը, տեսեք, այստեղ ունենք մեր ձևանմուշը անունով դիզայնը և այստեղ տեսնում ենք նույնիսկ օրինակի վրա, որ գրված է, սա մեր փաստաթղթի մեկ էջն է, առաջի էջն է, տեսենք մենք սա պահպանեցինք, հիմա ես կարող եմ այս խորագիրը ջնջել, տեսեք, տանք remove footer և տեսեք մեր խորագիրը ջնջվեց, չունենք մենք ներքևի խորագիր, էջի համարակալում, լրիությամբ մաքուր է, բայց մենք, քանի որ պահպանել ենք մեր ձևանմուշը, մենք շատ հեշտ կարող ենք insert ներդիրի footer հրամանից ընտրել այն դիզայնը, որը մենք նախապես պահպանել էինք, Դրա համար անհրաժեշտ է insert ներդիրից ակտիվացնել edit footer հրամանը, այստեղ ընտրել մեր footer գործիքը և իջնել ներքև ընտրել մեր ձևանմուշը, սեղմենք այստեղ, գրված է սա մեր փաստաթղթի 101 էջն է, ոնց որ մենք ի սկզբանե դրել էինք և կտեսնենք, որ բոլոր խորագրերում այն հայտնվել է։ Մենք շատ հեշտ կարող ենք insert ներդիրի footer գործիքը օգտագործելով տանք edit footer և այստեղ ընտրենք մեր ձևանմուշը, որը մենք արդեն նախօրոք ստեղծել և պահպանել էինք, սեղմենք այստեղ, մեր խորագիրը կհայտնվի, տեսեք գրված է, սա մեր փաստաթղթի 101 էջն է, ոնց որ մենք ստեղծել էինք, պահպանել էինք մեր ձևանմուշը, տեսեք բոլոր էջերում այն կա, այն առկա է։ Եվ այսպես մենք մեր խորագրի ձևանմուշը պահպանեցինք և օգտագործեցինք մեր փաստաթղթում։ Ենթադրենք մեզ անհրաժեշտ է ջնջել մեր ստեղծած ձևանմուշը, ինչ կարող ենք անել։ Դրա համար insert ներդիրից ընտրենք edit footer հրամանը և միանգամից մենք կհայտնենք մեր story-ն խորագրում, այստեղ մեր footer գործիքում գտնենք մեր ձևանմուշը,
Ձևանմուշի վրա սեղմենք մկնիկի աջ սեղմով և ընտրենք Organize and Delete հրամանը։ Կբացի պատուհան, որտեղ մենք կտեսնենք միանգամից նշված մեր ձևանմուշը, այսպես կարող ենք տեսնել լրիությամբ անվանումը, որտեղ գրված է մեր ձևանմուշը։ Սեղմենք Delete, մեզնից կհարցնի, որ մենք իրոք ցանկանում ենք ջնջել մեր ձևանմուշը, կսեղմենք Yes և կտեսնենք, որ մեր ձևանմուշը ջնջվեց։ Տանք Close պատուհանը և այստեղ փորձենք գտնել մեր ձևանմուշը։ Կտեսնենք, որ այն առկա չէ, ջնջվել է։ Այսպես մենք կարող ենք ջնջել մեր կողմից ստեղծված ձևանմուշները։ Շարունակենք ուսումնասիրել Header and Footer ներդրի գործիքակազմը։ Այստեղ հաջորդ խումբը մեր Insert խումբն է։ Առաջին հրամանը Date and Time հրամանն է, որը հնարավորություն է տալիս տեղադրել մեր խորագրում ամիս ամսաթիվը և կամ ժամանակը։ Սեղմենք Date and Time հրամանի վրա, կբացվի պատուհան նույն անունով Date and Time։ Այստեղ ունենք Available Formats տիրույթը, որտեղ ցույց է տալիս մեզ հասանելի բոլոր ֆորմատները։ Այստեղ ունենք լեզուն, ըստ որի սահմանվում է այս ֆորմատները, այս ձևաչափերը։ Տեսեք, եթե մենք փոխենք այստեղ տնենք հայերեն օրինակի համար, այստեղ կտեսնենք, որ մեր ձևաչափը փոխվել է, դարձել է հայերեն, օրինակ գրված է շաբաթ 1 նոյեմբեր 2025 թիվ։ Փոխենք լեզուն ռուսերեն, արդեն փոխվեց Սուբոտա 1 ноября 2025 года։ Եվ ըստ լեռնային ունենք մենք անգլերենը, ինչու։ Սա պայմանավորված է նրանով, որ մեր օպերացիոն համակարգում ընտրված է անգլերեն լեզուն գրելու համար։ Տեսեք, եթե մենք այստեղ փոխենք հայերենի օրինակ, մենք կտեսնենք, երբ որ մենք սեղմում ենք Date and Time հրամանը, այստեղ ավտոմատ ըստ լեռնայինի ընտրված է հայերեն լեզուն և մեզ ցույց է տալիս հայերեն ձևաչափը։ Եթե փոխենք ռուսերեն, սեղմենք Date and Time, այստեղ ավտոմատ կլինի ռուսերենը։ Ինչով է սա պայմանավորված և ոնց կարող ենք մենք այստեղ ավելացնել կամ ընտրել այլ լեզու։ Մենք իհարկե ունենք մեր Microsoft Word տեքստային խմբագրիչի կարգավորումները, որտեղ կան լեզուները, օրինակ File, Options, Language, այստեղ տեսնում ենք մեր բոլոր լեզուները, տեղադրված և հասանելի։ Շատ ժամանակ շփոթվում են և մտածում են, որ այստեղ ավելացնելով լեզուն Add Language, մեր ֆորմատների մեջ կունենանք այդ լեզուն, բայց հարցն այն է, որ Date and Time հրամանը իր ֆորմատների ձևաչափերը վերցնում է ոչ թե Microsoft Word տեքստային խմբագրիչի լեզուներից, այլ օպերացիոն համակարգում հասանելի լեզուների և ֆորմատներից։ Փորձենք ավելացնել, օրինակ, օպերացիոն համակարգի մեջ ավելացնենք լեզու, օրինակ, ընտրենք ֆրանսերենը, ֆրանսե, ընտրենք, որպեսզի ժամանակը խնայենք, սրանք չտեղադրենք, ուղղակի տեղադրենք այն մինիմալը, որ մեզ անհրաժեշտ է։ Ֆրանսերեն լեզուն տեղադրվեց։ Հիմա այն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղղակի փակել և նորից բացել մեր փաստաթուղթը։ Ակտիվացնենք խորագիրը, ընտրենք Date and Time և այստեղ տեսեք հայտնվել է ֆրանսերեն լեզուն։ Նույնիսկ եթե ես այստեղ ընտրեմ ֆրանսերեն լեզուն մուտքագրելու համար տեքստը և բացեմ, կտեսնենք, որ ունենք ֆրանսերեն լեզուն ավտոմատ ընտրված։ Ընտրենք, սեղմենք OK և կտեսնենք, որ տեղադրեց Samedi 1 novembre 2025 ֆրանսերեն լեզվով։ Մեզ իհարկե ավելի նպատակահարմար կլինի տեղադրել այստեղ հայերեն գրառումը, քանի որ մեր տեքստը հայերեն է, մեր փաստաթուղթը հայերեն է, տեղադրենք այստեղ հայերեն տարբերակը և ինչ
ունեցանք այստեղ մեր օպերացիոն համակարգի կարգավորումներից ընտրվեց շաբաթվա օրը, ամսվա օրը, ամիսը և տարին։ Այս կարգավորումները պետք է ուշադիր լինել, որ հասկանանք, որ ընտրվում է հենց օպերացիոն համակարգից։ Եթե օպերացիոն համակարգի ամիս, ամսաթիվը և ժամը լինեն սխալ, օրինակ այստեղ լինի ոչ թե 2025 թիվը, այլ օրինակ 2005 թիվը, ապա այստեղ կգրվի 2005 թիվը։ Այստեղ այս պատուհանում ունենք set as default, այսինքն մեր ձևաչափը կարող ենք ընտրել ըստ լռելյայնի, ունենք update automatically կոճակը, սեղմենք սա, եթե ես սեղմեմ OK, լավ, եկեք սեղմեմ, այս մեկը հինը ջնջենք, ուրեմն նոր ֆորմատը, տեսեք, ունենք միայն թվային ֆորմատ 0111-2025 թիվ, մենք այնտեղ նշել ենք, որ ավտոմատ կերպով այն փոփոխվի, ինչ է կատարվելու, եթե այստեղ մենք ունենք նոյեմբերի 1-ը, այսօր նոյեմբերի 1-ն է և այստեղ նշում է նոյեմբերի 1-ը, եթե այս փաստաթուղթը բացենք վաղը, օրինակ, այստեղ կլինի արդեն նոյեմբերի 2-ը, եթե բացենք օրինակ 2027 թվականին, այստեղ կլինի նոյեմբերի 1-ը 2027 թվականին, այսինքն ավտոմատ կատարում է ամսաթվի թարմացում և նորից կրկին նշեմ, որ այս տվյալը վերցնում է օպերացիոն համակարգից, պետք է օպերացիոն համակարգում ճիշտ տվյալ ունենանք, որպեսզի փաստաթղթում երևա ճիշտ տվյալը և թարմացի ճիշտ տվյալը։ Եթե մենք այստեղ ավելացնենք մեր ֆորմատը առանց այս կոճակն ակտիվացնելու, ապա այստեղ կմնա մեր նոյեմբերի 1-ը 2025 թվականի ընդմիշտ, այսինքն երբեք ինքը չի փոփոխվի։ Սա մեր date and time գործիքն էր։ Հաջորդ գործիքը մեր document info գործիքն է, սեղմենք և կտեսնենք մեր document info-ի պատուհանը, առաջին հրամանը մեր author հրամանն է, այն հնարավորություն է տալիս ավելացնել մեր փաստաթղթի հեղինակին, այս ինֆորմացիան վերցնում է file բաժնի, այստեղ info-ի ենթաբաժնում ունենք մեր բոլոր տվյալները, տվյալ դեպքում մեր հեղինակը, այստեղ ունենք նաև title-ը, որը մենք կտեղադրենք և մնացած բոլոր պարամետրերը իհարկե վերցնում է փաստաթղթի պարամետրերից, file name օրինակ տեղադրենք, տեսեք մենք այստեղ ունենք մեր փաստաթղթի անվանումը, տեղադրվեց մեր փաստաթղթի անվանումը, հաջորդը file path, այսինքն ֆայլի հեղումը, թե որտեղ է գտնվում մեր ֆայլը, քանի որ մեր ֆայլը գտնվում է ըմբային տիրույթում, այստեղ նշվել է համացանցի հասցեն, որտեղ գտնվում է մեր ֆայլը, հաջորդ հրամանը document title, բնականաբար տեղադրվեց, որ ես նոր ցույց տվեցի, թվային գիտություն, հաջորդ հրամանը document property, այստեղ ներառված են այն բոլոր հրամանները, որոնք շատ հաճախակի չեն օգտագործվում, այստեղ իհարկե հաճախ օգտագործվող հրամաններն են, իսկ այստեղ կարող ենք ավելացնել ցանկացած բան, որ մեզ անհրաժեշտ է, փորձենք մի հատ օրինակ այստեղ գրենք կազմակերպության անունը և այստեղ տեղադրենք դաշտ, օրինակ company, այստեղ պարտադիր չէ, որ մենք լրացնենք այդ դաշտը կարող ենք թողնել, որպեսզի հետո լրացվի, ինչ է կատարվում այստեղ, երբ որ մենք գրում ենք մեր փաստաթղթի տվյալների մեջ գրվում է այս կազմակերպության անունը, մենք այստեղ օրինակ գրենք այսպես, գրենք հապավում, պահպանենք, դուրս գանք խորագրի տիրույթից, բացենք մեր ֆայլի
մասին մանրամասն տեղեկություններ պարունակող պատուհան է։ Այստեղ իհարկե տեսնում ենք company, ինքը չի թարմացվել, դրա համար փակենք մեր պատուհանը և նորից ստուգենք։ Եվ կարող ենք տեսնել, որ այստեղ ավելացվել է մեր company-ն, մեր կազմակերպության անունը։ Շարունակենք, ակտիվացնենք մեր խորագիրը, անցնենք հաջորդ հրամանի ուսումնասիրությունը։ Հաջորդ հրամանը field հրամանն է, ուղղակի այս հրամանը մի քիչ բարդ է, իրենից ներկայացնում է ահագին քանակությամբ տվյալների համախումբ, ինչպես նաև հնարավորություն ունենք գրել հատուկ բանաձև, որը հնարավորություն է տալիս կատարել ինչ-որ հաշվարկ, բայց ես պարզ ձևով ներկայացնեմ, օգտագործենք մի քանի ֆունկցիա, օրինակ numpage և numWords։ Ինչ են սրանք անում, տեղադրում են էջերի և համապատասխանաբար բառերի քանակը։ Օրինակ, գրենք փաստաթղթում էջերի քանակը գից և այս նույնը գրենք բառերի համար, այսպես, Ctrl+V և Ctrl+C կոճակների ուղղությամբ տեղադրենք և այստեղ գրենք բառերի քանակը, այստեղ տեղադրենք այդ դաշտերը, ընտրենք numpage, ընտրենք սովորական թվային տարբերակով, օրինակ, և մեզ ասում է, որ ունենք 3 էջ, փաստաթղթում էջերի քանակը 3-ն է, և իրոք, որ մենք ունենք 3 էջ։ Հիմա տեղադրենք բառերի քանակը, ընտրենք նույն numWords, այս անգամ կարող ենք ընտրել օրինակ հռոմեականը, OK, հռոմեական թվերով նշեց, թե քանի բառ ունենք, եկեք հասկանանք, C-ն մեր 100-ն է, D-ն 500 է, դե սրանք I-երը մեկերն են, մենք ունենք թվային ոչ դիրքային համակարգ, այդ իսկ պատճառով 500-ից հանում ենք 100-ը, այսինքն ստանում ենք 400 և ունենք 3-ը, ունենք 403 բառ, և այստեղ կարող ենք տեսնել, որ իրոք մենք ունենք 403 բառ։ Եթե այս դաշտը դարձնենք թվային, number pages թվերով, կներեք իհարկե, այստեղ պետք է նշել numWords թվերով, կտեսնենք, բայց այսպես խառնաշփոթ առաջացավ, եկեք մի անգամից տեղադրենք թվային տարբերակով numWords և արաբական թվերով, ունեցանք այստեղ մեր խորագրի ինֆորմացիան։ Հաջորդ գործիքը մեր Quick Parts գործիքն է, այն հնարավորություն է տալիս տեղադրել բազմակի օգտագործող և դինամիկ էլեմենտներ, որը մենք շատ հաճախ օգտագործում ենք, օրինակ տեքստ, ինչ-որ նկարներ, ինչ-որ լոգոներ, դաշտեր, փաստաթղթի հատկություններ, անվանումներ և այլն։ Այստեղ ունենք auto-text հրամանը, որը հնարավորություն է տալիս ինչ-որ տեքստ տեղադրել ավտոմատ ձևով, պահպանել նախ, հետո տեղադրել, քիչ անց կպահպանենք այն, document property և field դաշտերը ուսումնասիրեցինք մենք, երբ որ ուսումնասիրում էինք document info գործիքը, սրանք նույն գործիքն են, ուղղակի այստեղ են գտնվում,
Building Blocks Organizer-ը սա արդեն Microsoft Word տեքստային խմբագրիչի ներքին տիրույթն է, այստեղ գտնում են տեքստային խմբագրիչի բոլոր այն կառուցվածքային միավորները, որը օգտագործում է մեր տեքստային խմբագրիչը եւ իր գործիքների միջոցով մեզ հասանելիություն է տալիս, սա իհարկե շատ խորը, արդեն շատ ներքին, այսպես ասած, տիրույթից գործիք է, որը մենք հիմա չենք օգտագործի, չենք ուսումնասիրի եւ ունենք Save Selection to Quick Part ջալերի։ Սրա միջոցով արդեն մենք կպահպանենք մեր այն արտահայտությունները եւ այն ամեն ինչ, որ մեզ պետք է արագ հասանելիություն ստանալու համար։ Հիմա վերցնենք մեր տեքստից ինչ-որ մի հատված, օրինակ, նիդերլանդացի գիտնական Էսգեր Dijkstraan ասել է ինֆորմատիկան այնքանով է գիտություն համակարգիչների մասին, որքանով աստղագիտությունը հեռադիտակի։ Վերցնենք այս արտահայտությունը, պատճենենք այն Ctrl+C ստեղների օգնությամբ, ենթադրենք, տեղադրենք մեր խորագրում, անպայման մենք տեղադրում ենք մեր խորագրում, որովհետև եթե մենք պահպանենք տեքստի մեջ, այն մեր խորագրում հասանելի չի լինի։ Այդ իսկ պատճառով տեղադրում ենք մեր խորագրի մեջ եւ տալիս ենք Save Selection to Quick Part ջալերի։ Պահպանեցինք, այստեղ գրում ենք իր անվանումը, ինֆորմատիկա այստեղ ըստ Լերայանի գրվել առաջի բառից ելնելով, բայց լավ, թողնենք այսպես, թողնենք որպես ինֆորմատիկա անվանումը։ Եվ սեղմելով այստեղ, տեսեք, մեր արտահայտությունը արդեն իսկ հայտնվել է այստեղ։ Մենք կարող ենք, նույնիսկ եթե այն չկա, մենք կարող ենք սեղմել Quick Parts եւ այն տեղադրել արագ։ Եվ նույնը կարող ենք կատարել մեր footer-ի մեջ, օրինակ։ Տեսեք, այն տեղափոխվեց այստեղ։ Սա էլ մեր Quick Parts գործիքը։ Հաջորդ գործիքները մեր Pictures եւ Online Pictures գործիքներն են, որոնք հնարավորություն են տալիս մեզ տեղադրել նկար մեր խորագրում, Pictures-ը հնարավորություն են տալիս ընտրել նկարը մեր համակարգչից, իսկ Online Pictures-ը համացանցից։ Տեղադրենք յուրաքանչյուրից մեկական եւ փորձենք հասկանալ, թե ինչպես են աշխատում։ Ընտրենք նախ Pictures-ը, ընտրենք ինչ-որ նկար մեր համակարգչից, այն իհարկե տեղադրվեց ուղղակի մեր չափով, մենք իր չափերը իհարկե փոխենք, օրինակ դարձնենք շատ փոքր եւ տեղադրենք այստեղ, օրինակ այսպես։ Հիմա փորձենք տեղադրել մեր header and footer ներդրից online pictures-ը, այսինքն ինչ-որ նկար համացանցից, մենք կարող ենք իհարկե ընտրել այն խմբերից, որը մեզ ավտոմատ առաջարկում է Microsoft ընկերության կողմից Bing ընկերությունը, Bing որոնման համակարգը, այստեղ մենք կարող ենք ընտրել նաև որոնման համակարգի միջոցով այն նկարը, որ մեզ անհրաժեշտ է, օրինակ գրենք զինանշան եւ այստեղ իհարկե ընտրենք օրինակ սա Հայաստանի զինանշանը, ամենայն հավանականությամբ եւս մեծ նկար է, մենք փոքրացնենք իհարկե, դարձնենք 2 սանտիմետր եւ տեղադրենք այստեղ օրինակ։ Այս ձևով մենք տեղադրեցինք նկարներ մեր համակարգչից եւ համացանցից։ Ուսումնասիրենք navigation խմբի գործիքները, այստեղ ունենք go to header եւ go to footer գործիքները,
Go to header-ը հնարավորություն է տալիս վերադառնալ վերևի մասի խորագրին, երբ որ մենք գտնվում ենք ներքևի մասի խորագրում, եւ հակառակը, երբ որ մենք գտնվում ենք վերևի մասի խորագրում, ինչպես որ հիմա մենք հնարավորություն ունենք սեղմել go to footer եւ տեղափոխվել story-ին հատվածի խորագիր։ Օրինակ, սեղմենք այստեղ եւ կարող եք տեսնել, որ մենք տեղափոխվեցինք փաստաթղթի story-ին հատվածի խորագիրը եւ go to header հետ վերադառնում ենք այստեղ։ Այնուհետև մենք այստեղ ունենք previous, next, link to previous գործիքները, սրանք ուսումնասիրելու համար մեզ անհրաժեշտ է մի քիչ փոփոխություններ կատարել մեր հիմնական տեքստի մեջ, իսկ ավելի կոնկրետ այն անհրաժեշտ է բաժանել մասերի, շատ արագ մենք կատարենք այդ գործողությունները, ցածրենք հատուկ սիմվոլները, այստեղ տանք next page, այսպես, այստեղ կտեսնենք մեր section break-ը, այսպես, մենք տեքստը բաժանեցինք երկու մասի, շատ լավ, մենք կարող ենք անջատել հատուկ սիմվոլների ցուցադրությունը և հիմա մենք գտնում ենք մեր երրորդ էջում, ակտիվացնենք խորագիրը, այստեղ անջատենք link to previous-ը, change-ենք մեր խորագրի մի մասը և կտեսնենք, որ վերևի էջերում, երկրորդ և առաջի էջերում խորագիրը չի ջնջվել, բայց մեր երրորդ էջում խորագիրը ունի այլ տեսք։ Սա հնարավորություն է տալիս մեզ ունենալ տարբեր խորագրեր, տարբեր փաստաթղթի բաժանված տարբեր հատվածների համար, և երբ որ մենք այստեղ ընտրում ենք previous գործիքը, ինքն անցնում է մյուս տիպի խորագրին, այսինքն այն խորագրին, որը մենք ունենք առաջի և երկրորդ էջում։ Եթե ես սեղմեմ previous, ինքը չի գնա առաջի էջ, որովհետև տարբերություն չկա։ Մենք երկրորդ էջի խորագրում ինչ որ փոփոխություն կատարենք, մեր առաջի էջի խորագրում կերևա։ Օրինակ, ես կարող եմ ջնջել այս հասցեն և կտեսնենք, որ առաջի էջի խորագրում ևս ջնջվել է, բայց երրորդ էջի խորագրում ոչ մի փոփոխություն չի կատարվել։ Եվ նույն ձևի, երբ որ մենք գտնենք օրինակ առաջի էջում և սեղմենք next, կտեղափոխվի միայն երրորդ էջ, երկրորդ էջը բաց կթողնի, որովհետև երկրորդ էջի խորագիրը նույնն է։ Հիմա ինչ է link to previous-ը, այսինքն, երբ որ մենք ունենք տարբեր խորագրեր, բաժանված մասեր փաստաթղթի, բայց մենք ցանկանում ենք, որ մեր խորագրերը տարբեր չլինեն, լինի նույն խորագիրը, մենք տալիս ենք link to previous, մեզնից հարցնում է, դուք ցանկանում եք ջնջել այնինչ կա հիմա և միացնել նախորդին, մենք տալիս ենք այո, և տեսնում ենք, որ մեր առաջի երկու էջի խորագրերը ևս տեղափոխվեցին այստեղ, մենք ունեցանք այն, ինչ կա առաջի և երկրորդ էջերում, նույնը և ներքևի հատվածում, այստեղ իհարկե ավելացավ նաև չորրորդ էջը, քանի որ մեր խորագիրը բավականին ծավալուն է, և տեսնում ենք, որ մեր չորրորդ էջում ևս ունենք այն նույն խորագիրը, ինչ որ ունենք առաջի էջում։ Այսինքն link to previous-ը հնարավորություն է տալիս մեր բաժանված տեքստի, բաժանված փաստաթղթի բաժանված մասերում ունենալ նույն խորագիրը։ Ուսումնասիրենք options խմբի հրամանները։ Այստեղ ունենք հնարավորություն միացնել different first page կոճակը, ինչ է սա անում, երբ մեզ անհրաժեշտ է մեր փաստաթղթում ունենալ հատուկ առաջին էջ, որը չի ունենա օրինակ էջի համար, կունենա հատուկ տեսք, օրինակ, տեղադրենք մի հատ կամայական տիպի, օրինակ այս տիպի փաստաթուղթ, և այստեղ մենք կարող ենք տեսնել, որ քանի որ մենք նշեցինք, եթե սա հանենք, օրինակ, քանի որ մենք insert ներդրից նշեցինք, որ ինքը մեր
դիտողասային թերթն է, ինքը ավտոմատ անջատեց մեր խորագիրը, այստեղ դրեց different first page, մենք այստեղ կարող ենք տեսնել, որ մեր story-ին և վերին խորագրերը ավելացել են, իսկ ինքը ավտոմատ անջատում է, այսինքն տեղադրումը այս կոճակը ակտիվացնում է և վերին և story-ին խորագրերը չեն երևում, հատուկ մեր դիտողասաթերթի համար։ Հիմա այստեղ ունենք different odd and even page, այսինքն տարբեր խորագրեր զույգ և կենտ էջերի համար, երբ սա պետք կլինի, երբ որ օրինակ մենք ցանկանում ենք գիրք տպել և ուզում ենք, որ մեր գրքի աջ և ձախ էջերում լինեն տարբեր ձևի խորագրեր, դրա համար կարող ենք սա ակտիվացնել և զույգ և կենտ էջերի համար պատրաստել տարբեր ձևի խորագրեր։ Show document text այս գործիքը հնարավորություն է տալիս ցուցադրել կամ չցուցադրել տեքստը, բայց քանի որ այն հին գործիք է և նախկինում ինքը ուղղակի թաքցնում էր տեքստը, որովհետև տեքստը ակտիվ էր, գունատ չէր, հիմա դրա անհրաժեշտությունը չկա, ինքը իհարկե որպես այդպիսի մնացել է, բայց չի աշխատում։ Հաջորդը մեր position խումբն է, այստեղ ունենք header from top, այսինքն մենք ունենք հեռավորություն մեր խորագրի տեքստի և էջի սահմանի միջև այս լուսանցքը, այստեղ տրված է 1,25 cm, մենք կարող ենք իհարկե մեծացնել, տեսնում ենք, որ տեքստը իջնում է, փոքրացնել, տեքստը տեսնում ենք բարձրանում է, այսինքն այս ինտերվալը, այս միջանցքը փոքրանում է, նույնը ունենք footer from bottom, այսինքն մեր ներքևի խորագրի հեռավորությունը, ներքևի հատվածի հեռավորությունը story-ին փաստաթղթի սահմանից, մենք այստեղ կարող ենք իհարկե մեծացնել, մենք տեղադրենք կուրսորն այստեղ, որ ինքը չտեղափոխվի այնտեղ, մենք կարող ենք մեծացնել այս հեռավորությունը կամ ընդհակառակը փոքրացնել, օրինակ, այսպես, նույնիսկ դարձնել 0։ Լավ, թողնենք 0,5 և այստեղ ունենք insert alignment tab։ Հիմա փորձենք հասկանանք ինչ է սա։ Օրինակ, վերցնենք կազմակերպության անունը և իրեն տեղափոխենք right, օրինակ։ Այսինքն այս գործիքը հնարավորություն է տալիս մեզ խորագրում տեղադրել մեր տեքստը ըստ ձախ եզրի, ըստ կենտրոնի կամ ըստ աջ եզրի։ Ընդ որում մենք այստեղ հնարավորություն ունենք նաև բաժանել տեքստի տարբեր մասերը։ Օրինակ, փաստաթղթում էջերի քանակը մենք այս սիմվոլի փոխարեն կարող ենք ուղղակի դնել հետևյալը։ Դնենք right և դնենք կետագծեր, սեղմենք OK, տեսեք ինչ կատարվեց։ Փաստաթղթում էջերի քանակը, տեքստի այս մասը մնաց ձախ կողմում, կուրսորից աջ գտնվող հատվածը տեղափոխվեց դեպի աջ, հավասարեցվեց ըստ աջ եզրի և իրենց միջև ընկած հատվածում տեղադրվեց կետագծեր։ Նույն ձևով կարող ենք կատարել այստեղ, տեղափոխել աջ և օրինակ դնել ուղիղ գծեր, օրինակի համար, կամ կետագծեր, փորձենք ուղիղ գիծը, տեսեք, կատարվեց տեղափոխություն։ Սա մեր insert alignment tab-ն է և մեր վերջին գործիքը close header and footer, այսինքն մենք դուրս ենք գալիս խորագրի տիրույթից և փակում ենք մեր խորագիրը, տեսեք ինքը ունի գունատ տեսք և մենք ունենք այստեղ մեր հիմնական տեքստը, ստացանք այսպիսի փաստաթուղթ։
Ինչպես գիտեք, ծանոթագրությունները գրականության մեջ կիրառում են տեքստում հանդիպող անծանոթ բառերի կամ տերմինների բացատրության համար։ Սրանք որպես կանոն գրված են լինում էջի կամ երբեմն էլ փաստաթղթի վերջում։ Տեքստային խմբագրիչի միջավայրում ևս ծանոթագրություն ստեղծելու հնարավորություն կա։ Ծանոթանանք ծանոթագրության ստեղծելու համար անհրաժեշտ գործիքներին։ Դրա համար մեր reference ներդիրում ունենք հատուկ խումբ, որը կոչվում է footnotes։ Այստեղ ունենք իհարկե մեր գործիքները, բայց ավելի մանրամասն ու ավելի խորը կարող ենք ուսումնասիրել այս խմբի ստորին հատվածում գտնվող այս նշանի վրա սեղմելով, որը բացում է հետևյալ պատուհանը footnote and endnote պատուհանը։ Այստեղ կարող ենք ընտրել footnotes կամ endnotes, ինչ են սրանք նշանակում։ Ուրեմն footnotes-ը նշանակում է, որ այն կտեղադրվի էջի վերջում, իսկ endnotes-ը մեր ընդհանուր տեքստի վերջում։ Օրինակ, footnotes-ը այստեղ ունենք տարբերակներ bottom of page, այսինքն որպեսզի այն գտնվի էջի ստորին հատվածում, կան below text, այսինքն երբ որ մենք ունենում ենք ինչ-որ ցուցակ, օրինակի համար, այդ ցուցակի վերջում կտեղադրվի մեր ծանոթագրությունը։ Endnotes, սա նշանակում է, որ end of document, այսինքն մեր փաստաթղթի վերջում, կամ end of section, եթե մենք ունենք առանձնացված բաժին, այն կտեղադրվի մեր բաժնի վերջում։ Footnote layout, այսինքն մենք ընտրենք footnote-ը, որպեսզի ինքը ակտիվանա։ Այստեղ ունենք հնարավորություն մենք տեղադրել մի քանի խմբերով մեր ծանոթագրությունները, ենթադրենք ունենք շատ ծանոթագրություններ եւ այն կարող ենք բաշխել ըստ խմբերի եւ տեղադրել ըստ սյուների։ Match section layout նշանակում է տեղադրել այնպես, ինչպես որ բաժնի տեքստն է։ Եթե մենք ունենանք մեր տեքստը բաժանված սյուների, օրինակ ունենանք 3 սյան բաժանված տեքստ, մեր ծանոթագրությունը կունենա նույն տեսքը, այսինքն կբաժանվի 3 հավասար սյուների։ Այստեղ ունենք format-ը, ձևաչափը մեր ծանոթագրությունների, number format, այսինքն մենք ունենում ենք սորական թվային ֆորմատ, արաբական թվերով է համարակալվում, այստեղ ունենք տառեր, փոքրատառ, մեծատառ, հռոմեական թվեր, իհարկե այստեղ ևս փոքրատառ եւ մեծատառ, ինչպես նաեւ ունենք հատուկ սիմվոլներ, որոնք կարող ենք ընտրել եւ այդ հատուկ սիմվոլներով, այսպես ասած, համարակալել։ Custom mark-ը հնարավորություն է տալիս այստեղ ընտրել ցանկացած սիմվոլ, սեղմում ենք symbols տեղնի վրա եւ մեզ մոտ բացում է համապատասխան պատուհանը, այստեղ կարող ենք ընտրել ցանկացած սիմվոլ եւ տեղադրել start at, այսինքն սկսել 1-ից, կամ եթե օրինակ մենք բաժանել ենք մեր տեքստը բաժինների, մեր համարակալումը կարող է սկսել օրինակ երկրորդ էջի համար 10-րդ համարից։ Համարակալումը numbering, հնարավորություն ունենք ամբողջ փաստաթղթում շարունակել նույն համարակալումը, այսինքն սկսել ենք առաջի էջից 1, 2, 3 եւ այլն, եւ նույնպես շարունակում է բոլոր էջերում մինչեւ փաստաթղթի վերջը։ Restart each section, այսինքն սկսել նոր բաժնից համարակալումը սկզբից, օրինակ եթե մենք ունենք առաջի 3 էջերում մի բաժին եւ 4-րդ, 5-րդ, 6-րդ եւ այլն էջերում արդեն իսկ երկրորդ բաժինը, մեր համարակալումը կգնա առաջի 3 էջում 1-ից մինչեւ այն քանակությունը, որ մենք ունենք ծանոթագրությունների համար, եւ արդեն 4-րդ էջից նորից կսկսվի մեկ համարից, համարակալելով մինչեւ վերջ,
Եվ restart each page, այսինքն յուրաքանչյուր էջում համարակալումը որպեսզի սկսի 1-ից, այսինքն առաջին էջը կունենա 1, 2, 3 եւ այլն, երկրորդ էջում նորից կսկսի սկզբից 1, 2, 3 եւ այլն։ Եվ ունենք հնարավորություն apply change կիրառել մեր փոփոխությունները this section այս բաժնում եւ rule document, այսինքն ամբողջությամբ փաստաթղթում, եթե մենք կատարել ենք ինչ-որ փոփոխություններ, եւ այստեղ ունենք insert, cancel եւ apply կոճակները։ Cancel-ը միանգամից նշենք, որ սա նշանակում է չեղարկել, այսինքն բոլոր կատարած փոփոխությունը չեղարկում է։ Insert նշանակում է կիրառել բոլոր փոփոխությունները եւ տեղադրել ծանոթագրություն, եւ apply նշանակում է կիրառել բոլոր փոփոխությունները, բայց չտեղադրել նոր ծանոթագրություն։ Եվ այստեղ ունենք նաեւ convert կոճակը, որը հնարավորություն է տալիս արդեն իսկ գոյություն ունեցող ծանոթագրությունների ձևաչափը փոխել, այսինքն եթե ունենք footnotes, որոնք տեղադրում են էջի վերջում, դրանք տեղափոխելը endnotes, այսինքն փաստաթղթի վերջ, օրինակի համար։ Եթե ունենք endnotes, ընդհակառակը տեղափոխել էջերի վերջը։ Հիմա մենք փորձենք սա կիրառել մեր փաստաթղթում, ընտրենք ինչ-որ բառ, օրինակ գրված է Turing, այստեղ տեղադրենք մեր ծանոթագրությունը insert footnote կոճակի օգնությամբ տեղադրենք եւ այստեղ գրենք օրինակ Alan Turing եւ փակագծերի մեջ գրենք 1912-ից 1954 օրինակի համար որպես ծանոթագրություն։ Տեսեք, այստեղ դրվեց մեկ նշանը եւ այստեղ գրվեց համապատասխան ծանոթագրությունը։ Մենք այստեղ եթե կատարենք փոփոխություն, օրինակ նշենք այստեղ, հետո փորձենք կատարել փոփոխությունը, տեղափոխենք endnotes, սեղմենք end of document, տանք convert, սեղմենք OK եւ տեսեք թե ինչ կատարվեց։ Այն տեղափոխվեց մեր տեքստի վերջը։ Տեղափոխվեց մեր փաստաթղթի վերջը։ Եվ եթե կատարենք հակառակ գործողությունը, տանք convert, սեղմենք OK, կտեսնենք, որ մեր ծանոթագրությունը հետ վերադարձավ մեր էջի վերջը։ Այստեղ կարող ենք փոփոխել մեր ծանոթագրության ձևը, ենթադրենք, ընտրենք այս սիմվոլները։ Տանք apply, քանի որ մենք արդեն իսկ այստեղ ունենք, insert չտանք, նորը չավելացնենք, սեղմենք OK։ Մենք տեսնում ենք, որ այստեղ կա հայտնվեց աստղանիշի նշանը, իսկ այստեղ ևս նշանը փոխվեց աստղանիշով։ Այսպես մենք մեր տեքստի մեջ, մեր փաստաթղթի մեջ կարող ենք ավելացնել ցանկացած քանակությամբ ծանոթագրություններ։ Հիմա մենք կարող ենք արդեն իսկ պահպանել մեր փաստաթուղթը, մեր կողմից պատրաստված մշակված փաստաթուղթը, սեղմենք File, Save as Copy, այստեղ ընտրենք PDF տարբերակը, այստեղ ընտրենք, թե մենք որտեղ ենք պահպանում մեր փաստաթուղթը, ընտրենք աշխատանքային սեղանը եւ տանք Save։ Մեր աշխատանքային սեղանում արդեն կտեսնենք մեր ֆայլը PDF ֆորմատի, բացենք եւ կտեսնենք մեր փաստաթուղթը։
այստեղ ինչպես որ մենք ձևավորել ենք, տեսնում ենք, որ այստեղ մեր խորագրերը ակտիվ են, իրենց գույնը չի տարբերվում հիմնական տեքստի գույնից, ինչպես վերևի, այնպես էլ ներքևի խորագրերը, մեր էջերի համարակալումը, մեր ծանոթագրությունը, լրիվության պատրաստի փաստաթուղթ։ Այսքանը, շնորհակալություն ուշադրության համար, լավ օր ձեզ, ստեսություն։